Բարի երեկո բոլոր ունկնդիրներին, եթերում Մարիշի մոտ հաղորդումն է եւ այսօրվա մեր հյուրն է մեր սիրելի Գայանե Պետրոսյանը։ Գայ ջան, բարև։ Բարև ձեզ, բարև Մարիշ ջան։ Ոնց ես։ Լավ, փառք Աստծո։ Գայ ջան, նախ եւ առաջ ուզում շնորհակալություն հայտնեմ, որ ժամանակ գտար, որ ինձ հյուրընկալես ու մեր հետ կիսես քո պատմության մի մասը, իհարկե, մի փոքրիկ մասը։ Ուրեմն սկսենք նրանից, ով է Գայանեն, որտեղ է ծնվել, երբ է ծնվել, ինչ է սիրել, ինչ չի սիրել։ Գայանեն ծնվել է Գյումրիում ու շատ սիրում է ամեն ինչ, բնությունը, գեղեցիկը, ինչ չի սիրում։ չի սիրում։ Հետաքրքիր հարց չեմ մտածել այդ մասին, որովհետև ինձ թվում է այնքան քիչ է այդ չսիրած բաները, որ այս պահին անկեղծ։ Չեմ սիրում սուտը։ Սուտը, էդ էլ լավ բան, էդ էլ շատ բան։ Սուտը ես էլ չեմ սիրում, չեմ կարողանում։ Ոչ խոսալ եմ կարող, ոչ լսել եմ կարողանում։ Գայ, փոքր ժամանակով ինչ ես զբաղվել։ Ինչ որ պար, դաշնամուր, նկարչություն։ Փոքր ժամանակ դպրոցի զուգահեռ երաժշտական դպրոց եմ գնացել ու Դաշնամուր։ Այո, դաշնամուր ու շատ հետաքրքիր մի պատմություն պատմեմ։ 7 տարեկան էի, գնացինք երաժշտական դպրոց, եթե հիշում եք, այն ժամանակ ընդունելության ժամանակ քննություն ենք տալիս ռիթմի զգացումը, լսողությունը, ըստ այդմ խորհուրդ էին տալիս ջութակ, դաշնամուր, ինչ երաժշտական գործիք։ Իմ հետ քննության ժամանակ վերջապես ավարտեցի, կանչեցին պապայիս, հայրիկիս հարցնում են ու ասում են, որ ունակությունները ձեր աղջիկը ավելի ջութակի է, ինքը շատ ուժեղ է լսողությունը, մատերը, ձեռքերը, այդ ամեն ինչը ավելի ջութակին է ասում, գնացինք ջութակ։ Երբ որ հայրիկս ասեց, իսկ իմ աղջկան հարցրել եք, զարմացած նայեցին ու Աղջիկը ինչ էր ուզում, բայց ասեցին, ասեց, կանչենք իմ դստե ու հարցնենք Գայանին, ինչ ասում։ Ես գնացի ասեցի, աղջիկ ջան, դու ինչ ուզեիր որ Ինչ կուզես նվագես։ Ես հպարտ դաշնամուր ասեց, всё, ուրեմն դաշնամուր։ Որտեվ դաշնամուրը օքեյ էր, բայց ջութակը ամեն մեկին չէր։ Ավելի բարդ գործիք է իհարկե, ու ջութակի հետ կար նաև դաշնամուրը, երբ որ ջութակ ես նվագում, գիտես, կողից պետք է անպայման։ Բայց ես այն տարված էի դաշնամուրով, ուզեցի դաշնամուր, ուրեմն գնացում ենք դաշնամուր։ Նվագում ես։ Այն ժամանակվանից արդեն իմ կարծիքը միշտ հաշվին առել։ Ապրի պապան։ Այո։ Դե ուժեղ աղջիկները միշտ լինում են լավ պապաների մոտ։ Թույլ պապաների մոտ ուժեղ աղջիկ չի լինում։ Չէ։ Գայ, ինչեվ քանի տարեկան ես ապրել Գյումրիում։ Գյումրիում ապրել եմ մինչև 20 տարեկան։ Հետո եկել եմ ստեղ շատ դժվարություններով, տարի ու կես ճանապարհներին, բարդ ճանապարհներով, բայց վերջապես ընտանիքիդ հետ։ Ընտանիքից հետ, հայրիկս արդեն այստեղ էր։ Բելգիայում։ Հա։ Ու ես դրա համար ցանկացա, որ անպայման գամ այստեղ իմ պապայի մոտ, իմ ընտանիքը հավաքվում։ Պապայիս եմ ուզում։ Պապայիս, մամայիս, քրոջ սախվենք շատ կապած այո, ընտանիքի միշտ միասին ու շատ բարդ ծանր էր անում, որ մի տարի առանց պապայի այդպես որոշեցինք կյանքի համար։ Գիտես, ինչ եմ բանանում, որ նոր է եկել ստեղ, եթե պապան մաման տենց կարողանում էին գան նոր տարում, ես հենց ոգևորված գործից ստեղ ասեմ, մամա, պապան գալու են, իսկ բելգիացիք որ ես զարմացած նայում են, ուսում եք ուրախանում, որ մամա, պապան նոր տարում գալիս են, ասենք իրաց համար դա շատ բան է, տարօրինակ բան է։ 20 տարեկանում եկեք Բելգիա, ինչ է կատարվել քո կյանքում 20 դուրս եկա, բայց 21-ում հասա։ Ճանապարհը երկար էր փաստորեն Գյումրիից։ Ու անկեղծ այդ ժամանակը, եթե ես այդ տարի ու կեսը պատմեմ, կարելի է գիրք գրել։ Գուցե։ Կարելի է, հա, հնարավոր է, որովհետև շատ բաների միջով դժվարությունների, ուրախությունների ամեն ինչ տեսանք, սովորեցինք ու եկանք։ Անկեղծ մեկ-մեկ երբ որ շատ հաճախ ինձ ասում են, որ քո մտքերը ու քո հավատքը ավելի հասուն է, քան քո տարիքը, ինձ թվում է ինչ որտեղ այդ իմ ապրած կյանքը ճանապարհին այդ դեր խաղացել, որ ես հիմա ավելի ինձ թվում է այտենց եկած ընտանիքների երիտասարդ երեխաների երեխաները միանգամից են մեծացել։
որովհետև մի կողմից լեզուն ավելի շուտ են սովորել, շատ հաճախ ընտանիքի թարգմանիչն են դառել, ընտանիքի խոսքն են, լեզուն են դառել, ոնց որ միանգամից շատ բան ընկել է իրանց ուսերին, անգամ եթե ծնողները փորձել են ամեն ձև իրանց դրանից զերծ պահեն, էլի, դրա համար ճիշտ է, երևի ավելի շուտ են հասունացել այդ սերունդը, քան թե անկեղծ ասած Հայաստան ու երկրաշարժել եմ տեսել Քանի տարեկան երկրորդ էիր։ դասարան էի 8 տարեկան ահավոր իմ վրա շատ ազդել էր այդ երևույթ այդ ամեն ինչը ու տարի ու կես Ուկրաինա ենք ապրել պապան տարավ մեզ այնտեղ որովհետև ես գիշերը չէի քնում Երկրաշարժից հետո գնացել եք Ուկրաինա հա այնտեղ գալիս են տամեն ավելի շատ մայրերին երեխաների հետ որպեսզի մի որոշ ժամանակով կտրվեն ես ահավոր վախեցած էի ոչ մի գիշեր չէի քնում ու հիշում եմ 88 թվականի դեկտեմբերի 31-ին մենք հասանք Ռուսաստան Սումի Սումի ասում Ռուսաստան Ուկրաինա կներես հա Ուկրաինա Սումի հետո տարիքես հետո վերադարձաք Լենինական այո իհարկե որովհետև իմ հայրենիքը հետ վերադարձանք 20 տարեկանում որ հասես 21 տարեկանում հասել ես Բելգիա ինչ ա կատարվել քո կյանքում Բելգիա որ հասանք մամա շատ ճիշտ անկեղծ մենք եկել ենք ստեղից պետքա տեղափոխվենք Ֆրանսիա բայց ես bonjour նույնիսկ չգիտեի ասել bonjour բառն էլ չգիտեի որտեղ ֆրանսիան ոչ մի բառ չգիտեի անգլերեն գիտեմ որովհետև Հայաստան սովորում էի Կավաժական ինստիտուտում սովորում էի անգլերեն Կավաժական ես սովորել Հայաստանում ավարտել ես Չէ թողել ես ու եկել ես 20 տարեկան դե ավարտելու վրա երրորդ կուրսերով այո հետո ու ասում եմ լեզուն չգիտեմ ասում կլինի մի օր որ այս տելևիզորը որ խոսում եմ մի հատ նախադասության 4-5 բառից կոնե մի բառը երկու բառը հասկանամ ինչ են խոսում հասկանում ես հիմա մեկ նույնիսկ հայերենը մի քիչ դժվար է այն պահով որ ոնց որ ֆրանսերենից թարգմանած խոսամ որը շատ սխալ է չեմ ուզում որովհետև հայերեն ուզում մաքուր հայերենով խոսեմ բայց այո չհասկացա ոնց ֆրանսերենը մտավ Քարորյան այո արորյան ու նորմալ ու սովորական նորմալ է որ ես ֆրանսերենով խոսում կարաս ֆրանսերենը լեննականի ակցենտով խոսել հələ փորձի ոնց է ստացվում Ես շատ եմ սիրում լեննականի ակցենտը մենք լեննականի շատ լավ կապ շատ ջերմ կապ ունենք դրա մամայիս եղբայրները Լեննականում են ապրում ու դեմա չկան իհարկե բայց իմ համար այդ Լեննական մենք որ գնում ենք այս թագավորների Բադամպուրի գիտես ինչ է Բադամպուրի Սարքելը գիտեմ Սարքե մյորքես կհրավիրեմ Բադամպուրին իմ էմա ծոցայի Բադամպուրին նա ու հիմա իմ հարսիկն է սարքում ամեն անգամ իրան գիտեմ որ ես դնում Լեննական դի Բադամպուրի լինի դա իմ համար Լեննականն ու Բադամպուրին իրար հետ հա Մենք Լեննական էին գնում 7 աղբեր ունեի ես միակ աղջիկն էի Ֆավորտնի 7 աղբեր ունեի այս քերիս որ նստում էինք մեքենա ասում էր Մարիշը դեմը այս տղիկը գրում էին Մարիշը ինձ դեմը ասում էր Մարիշը միակ աղջիկն է ոչ մի պատկերացրու ես այնտեղ ոնց էի դզգում Լեննական գնում էի վազելով իհարկե դրա համար Լեննականը միշտ իմ սորտում հատուկ տեղ ունի միջև այսօր իմ Վարդնի եղբայրս Հայկը Տաթևը իրանց ընտանիքը շատ սենց հա միշտ չկա տենց բան որ ես գնամ Հայաստան ու չգնամ իրանց չտեսնեմ շատ ուրիշ է իրանց ընտանիքի իրենց ընտանիքների շնորհիվ ուրիշ է Լեննականը միշտ մնում է էլի հետո ուրիշ է պապիկս մամայիս պապան Լեննականից է դա տենց հա բայց միշտ իմ մանկության ջերմ հիշողություններ էլի դրա համար ուրեմն գալիս ես տեղ սովորում ես ֆրանսերենը լեննականի ակցենտով հետո այո ֆրանսերենը սովորում եմ մի տարի հետո արդեն ամուսնանում եմ այո պետք է մեր կյանքը հա բայց ու պետք է մեր կյանքը մենք դասավորենք սկսենք ամուսնուս հետ նոր ընտանիք նորաստեղծ ընտանիք պետք է շատ կցանկանայի որ իմ ուսումը շարունակեի այստեղ բայց պետք է աշխատել իսկ աշխատելու համար պետք է դասը տացներ ու ինձ համար այդ պահին կոնկրետ կարևոր էր ինչ կարամ շուտ սովորեմ որ շուտ աշխատեմ շուտ միասին ամուսնուս հետ ստեղծենք այո ոտքի կանգնենք իհարկե
առաջի բանը, որը միտքս եկավ, խանութում աշխատելն էր, բայց դա էլի սովորելու կարիք կար, սովորեցի 3 ամիս, 2 ամիս դասընթացներն էր ու մի ամիս ստաժը, պրակտիկան, հա, ու ասեմ, որ այդ պրակտիկան վարձատրվում էի ժամը 1 եվրոյով, բայց ես արեցի, որովհետև իմ համար կարևորն էր, որ ինտեգրվեի, մտնեի, աշխատեի։ Որ ես սկսեցի աշխատել։ Ամենաառաջի խանութը, որ աշխատեմ, Էտանում էր, ու քեզ անկեղծ ասեմ, որ մի անգամից գնացի ինձ իրանց կենտրոնից են ընդունել գործի, խանութում լավ չընդունեցին ինձ, որովհետև օտարազգ եմ, մի անգամից օտարազգ, Բրյուսելում էր, հա։ Այո, Բրյուսել, Գալերի Լուիզում։ Սենց նայում են բան ու մի անգամից այդ վստահել չկա, հա, զգում ես, բայց իմ համար դա ոչ ինձ վախեցրեց, ոչ չկանգնեցրեց։ Գյումրիեցիները տենց ես չեն վախացնում։ Ես իմ աշխատանքը հարցնում եմ ինչ պետք անեմ, իմ աշխատանքն եմ, մի շաբաթ հետո արդեն այդ հաճախորդներն էլ գալիս են դեպի ինձ հարցեր, ես օգնում եմ տանում էի կասայի մոտ, այսպես այս բանը ռեսպոնսաբլը, հենց մենեջերը սկսեց զարմացած նայել, որ ես ոնց եմ հաջողացում այդպես լավ կոնտակտ ունեմ մարդկանց հետ, այո, հաճախորդների հետ ու լավ վաճառում եմ, խորհուրդներ եմ տալիս, սկսեց քիչ-քիչ ինձ վստահելը, խոսելը ու անընդհատ ինձ գնում են կասի մոտ իմ համար, ասում են մերսի, ես ինչ լավ աշխատողում եք։ Հա, ու մի ամիս իրաց մոտ անեի պրակտիկա ու վերջացնեի, հետո աշխատանք մանգայի։ Իրանք ինձ ուզեցին 6 ամիս իրանց մոտ աշխատեմ, որովհետև գոլեգա ունեի, որ հղիեր պետքա փոխարինեի, հա։ Խնդրում եմ, կմնաս փոխարինես, ասեցի, օքեյ, կփոխարինեմ, փոխարինեցի։ Պատկերացրեք այն կարգի, որ ինքը սկսեց ինձ իր ամեն բան աշխատանքի մանուկները սովորեցնել, որովհետև ստացվեց, որ հիվանդներ կային, չէին գալի գործի, պետք է խանութը բացել, պետք է փակել, պետք է տեսա որ պատասխանատու ես, հա։ Հա, թղթերը լրացնել, ռեզուլտատները, արդյունքները ամեն իրքում մենք մեծ գիրք ունեինք, մեջ պետքա գրենք այդ չեքերի ամեն հաշվապահությունը պետք է անենք ամեն իրիկում, ասած, ու բացում ամեն ինչ։ Սկսեց ամեն ինչ սովորեցնել ու ես շատ սիրով ընդունում էի ու սովորում էի, հետո մնաց այդ դուլերով պատրաստեց նույնիսկ իսկ փոխարինել։ Այդպես, հետո ստացվեց այդ ժամանակ այդ կինը հետ եկավ, որին որ ես փոխարինում էի, դուրս եկա, ակցենտս իհարկե կար, ուրիշ տեղեր, ես արդեն ավելի զգացի ինձ ինքնավստահ, որովհետև զգացի, որ իմ մոտ շատ ստացվում է, այո։ Հետո արդեն աշխատել էի միտեղ, բաներ ունեի, ռեֆերանսներ ունեի։ Հա, բայց ակցենտս որ կար, ցանկացած տեղ ծևիով գնում էի, դժվարությունը կար չէին ընդունում, որովհետև ասում են, որ ակցենտով եք խոսում, լավ չեք խոսում ֆրանսերեն, բայց ավելի շատ ակցենտներ խնդիր է, քան լեզուն, այո։ Ու այդ ձև ամեն տեղ ինձ, բայց ես ինձ չէր վախացնում, չէր կան, ես ասում եմ, չէ, գալիս էի տուն, իրիկուն էլ լացում էի, հուզվում էի, առավոտը լրիվ ուրիշ կայաններ արթնանում, ասում էր, օրը սկսել է նորից, մենք փորձում ենք նորից։ Այդ արտահայտություն կա, ասում է, ils ne savaient pas que c'était impossible et ils l'ont fait։ Oui. Էտա։ Այո։ Էտա, այդ survie, mode survie այդ պետք որ ուրիշ չկա տենց բան, այդ որ ասեցին դու գիտես այդ կամար ասում ես կգտնեմ ես հայ իմ սաղ ծիծաղացին մի շաբաթ հետո աշխատում եմ ուզում ասեմ այդ մենտալիտետը մեր մոտ հայերի մոտ ուժ եղա ու շատ մեծ մարդիկ որ մեծ հաջողությունների են հասել ես շատ լավ գիտեմ որ իրանք փորձել են նույնիսկ 100 անգամ 105 անգամ 106-րդը ստացվել է բայց իրանք այդ նրանից է որ երբեք չեն ստոպ տվել իրանց Ես մի անգամ մի հատ կոնֆերանս եմ կազմակերպել, այդ կոնֆերանսի թեման գիտես ոնց էր The Art of Failure, նշանակում է թե ոնց ձախողվելու արվեստը, հա։ Այսինքն շատ մարդիկ էին հրավիրված այդ ինտերվյու բանին, կոնֆերանսին ու շատ հետաքրքիր իրանք բոլոր այդ պատմությունները, որտեղ մեզ միշտ թվում է թե այդ մարդիկ իրանք բոլորս են կանաչ ճանապարհով են անցել ու հիմնականում ասենք այն բանը, որը անսպասելի է եղել իրանք կյանք ստացվել է։ Բայց շատ հետաքրքիր էր լսել այդ բոլոր մարդկանց մենք չենք խոսում դրա մասին, մենք ամաչում ենք դրա մասին, բայց դա մեր կյանքի մի մասն է կազմում ու մեզ դարձնում է այն ինչ որ մենք կանք այսօր։ Ու գտնում եմ որ պետք է դրա մասին ավելի շատ խոսալ մեր երեխաների հետ, մեր ընկերների հետ, հատկապես հայերի մոտ հայերը չեն սիրում
ցույց տալ այդ կողմը, Հա, այդ vulnerability-ից զգայուն մասերը։ Գայ, որտեղ ընդունվեցիր աշխատելու։ Հենց այդ պահին ուզում եմ ասել, որ Ղյունով Սիտիդոն ինչքան խանութներ կան, այն ժամանակ ավելի ուրիշ ձևի հողոց էր, հիմա մի քիչ շատ փոխվել է, ես քեզ ասում եմ 2004 թվականներ արդեն, ամբողջ խանութները փորձել էի, բացի Անժուղայից, որ իմ համար այդ ամենապրեստիժ լյուքս խանութն էր, այո, կանգնեցի շեմին, ուզում եմ սենց մի ոտքս առաջ եմ դրել, ասեմ մտնեմ, չմտնեմ, հետո ասեմ լավ, այսքան տեղ որ չեն ընդունել, այս լյուքս խանութը ինչ պետք է ընդունեն ինձ, ու վախենում եմ, բայց միաժամանակ ասում ուզում եմ ու մտքիս մեջ ինքսին հետ կռիվ եմ տալի, ասեմ լավ որ չեն սպանի, մտի, խոսա, սևետ, դուրս արեք, ասեն հա, չէ, անկեղծ, այդ ինքս իմ հետ կռվելով մտել եմ ներս, սևես տվեցի ու 2 շաբաթ չէր անցել, զանգեցի, լավ հիշում եմ, շաբաթ օրեր Օնդղեցյանս, որ պետք է հարցազրույցը արեցի, ամենաառաջինը ասեցի, որ ես ակցենտով եմ խոսում, հա, իմիջիայլոց ասեմ, մյուս խանութները ամենտեղ ես ասում եմ, ես անվճար կաշխատեմ մի շաբաթ, դուք տեսեք ոնց եմ ես աշխատում, որոշում կայացրեք ընդունել գործի, թե չէ, միևնույն է, շանս չեն տալիս, բայց ոչինչ, շարունակում եք, այստեղ առաջին ասեցի, կներեք իմ ակցենտի համար, ես օտարազգ եմ, նոր եմ եկել ու բայց ես ամեն ինչ հասկանում եմ ու լավ խոսում եմ, ակցենտով, բայց խոսում եմ, այդքին ինձ ասեց, բայց հենց քո շարմը քո ակցենտի մեջ է, միանգամից Աստրիվանա, բռնելա, ինքը որ այդից ինձ սենց դուխը տվեց, միանգամից ես բացվեցի, ազատ բացատրեցի, ներկայացրեցի, մոֆոդասս ամեն ինչս ու իրանց համապատասխանել իմ պրոֆիլը, կինը թուղթ տվեց լրացնելու, ասեց ես հեսա գալիս եմ, ես տեղ թուղթը լրացնում էի, բայց չէի գիտակցել, որ պետք է արդեն ժամանակավոր կոնտրակտն է, որ ես պետք է աշխատեմ, գրում եմ իմ անուն, ազգանունը, հասեն, հելա վերև ու հարցրեց դու երբ անես կարող ես աշխարհել, ասեցի ես ազատ եմ, այսօր, ասա թե 2 շաբթի կգաս աշխատեմ, այ պատկերացնում եմ քո ուրախությունը, ամուսինս դուրս է սպասում է ինձ, զգաց որ ես շատ ուշացա, ու ինքը արդեն գուշակել էր, որ արդեն մի աշխատանքի ընդունում որ ես ուշացա, ինչ հետաքրքիր է, այտենց վախում էիր մտնելուց, բայց երբեմն պետք է ուղղակի անել, այո, անել, ոչ թե քանի տարի աշխատեցիր Ժուայոյում, ես այնտեղ աշխատել եմ 17 տարի, 17 տարի, եթե չեմ սխալվում, անգամ դու այնտեղ բաներ ես, չէ՞, արդեն ֆորմացիոններ ես, տրեյնինգներ ես արել, դասընթացներ ես արել, թիմերի հետ ես աշխատել, տարբեր խանութ, այդ խանութում չէր արդեն։ Չէ, այդ խանութում էր 2 տարի չէր լրացել, մի տարի հետո ինձ առաջարկեցին գնամ մյուս խանութը, որը գտնվում է Արմենուից, որպես օգնական մենեջերին, հետո մենեջերի օգնական, որից հետո նաև մենեջեր, հետո տրեյնինգները ես էի տալի, որովհետև որ արդյունքները շատ լավ էին խանութի, ինձ ասում էին ո՞նց ես անում, որ ես ոչ միայն դու, այլև քո աշխատողներն են ամեն ինչը շատ կատարյալ լավ անում, դու կարող ես քո մյուս գոլեգներին օգնես, սովորեցնես, այդ ժամանակ դե ասել իրանք պետք է հայտնվեն Գյումրի, չուներ այդ ֆունկցիան որպես տրեյներ, հա, ես երևի առաջի տրեյներն եմ եղել, հա, իրանք, դե որ տեսել են քո ռեզուլտատները, արդյունքները լավն ա եղել, ու նորություններ ու ես միշտ ասում եմ, ես կփորձեմ, երբեք չեմ արել, չգիտեմ, կփորձեմ, արդեն ասեմ, որ ամենաերիտասարդ մենեջերն է մեր գոլեգաներից մեջ, հա, բոլոր 40-ից կանայք են, ես 26-ից նոր եմ լրացել, հետո ինչ, բայց այդ ընթացքում, հա, եթե դու փաստորեն բալիկներ ես ունեցել, այո, համ աշխատել ես, համ բալիկներ ես ունեցել, Մարիշ գիտես ինչն է հետաքրքիր է, որ ես որ շատ լավ ես աշխատում, իրանք տեսնում են, գնահատում են, ես շատ երախտապարտ ու շնորհակալ եմ ֆիրմային Անժուղայով, որովհետև միևնույնն է իրանք աշխատանքը ու քո տալը ձգտումը տեսնում են ու գնահատում են, ու միշտ ընդհանրապես չէ մեկ ասում են, վայ որ ես կարող դժվարություն լինի գործից, խնդիրներ են լինում, ես չես հավատա, բայց ամեն հղիության վերջին որ պետքա գնամ արձակուր որ հետ կամ ինձ ասում որ հետ եկար կլինես մենեջեր, որ հետ եկար կլինես տրեյներ, որ հետ եկար կլինես, որովհետև հղի լինելով հանդերձ ես աշխատանքս շատ լավ եմ կատարել ու
Դե նատուրա է ինձ թվում, այո, կապ չի որ հղի եմ, չէ, մինչև վերջը աշխատել եմ։ Հետո մեկ է ժամանակ չգիտեմ, որ հղի լինելուց կարելի է մի քիչ ձև։ Հա, հետո իմ համար դա հիվանդություն չէ, հակառակը։ Ձև տալ, մեզ այն ժամանակ չգիտենք, որ այդ բաներ կարելի է անել երևի։ Բայց հետո ինչ կատարեց, ինչի որոշեցի դադարես խանութում, որ հետո իհարկե երկրորդ բալիկիցս հետո ինձ առաջարկեցի լինել դիրեկտրիս ժեներալ de toute la Belgique, ամբողջ Բելգիայի ռայոնների դիրեկտորը։ Իրելիքը գալիս սկիզբք ունենք։ Այո, իհարկե դարա, ու սիրով անում էի աշխատանքը, շատ լավ էր իմ համար նոր, ես չելենջներ շատ եմ սիրում։ Ու խմբերս էլ միշտ էլ այդ աշխատականները միշտ չելենջները տալիս էի, որովհետև դա մոտիվացիան ավելի բարձրացնում է։ այո, իհարկե։ Մոնոտոն աշխատանքը միշտ ծննդրալի է։ Ու առաջ, հետո արդեն պետք էր, որ ուրիշ բան, ինձ ուզում էին առաջարկել նաև Ֆրանսիայի հյուսիսային խանութները, որ ես ընտրեի իմ խմբի մեջ, պլյուս Լյուքսեմբուրգ։ Արդեն ես սկսել էի շատ բացակայել տնից, որովհետև լիքը ուրիշ սեմինարներ, նորմալ է, պետք է վերապատրաստվեի ես Ֆրանսիայում, Փարիզում, հետո գալիս էի իմ թիմերին էի այդ նույնը փոխանցում, որի ժամանակ է ինձ խլում, տանը կարող է ես 3 օրով կամ մի շաբաթով բացակայեի, որը անկեղծ համատեղելի չէր ընտանիքիս դժվար էր, շատ դժվար էր, հատկապես երեխաների անկեղծ կլինեմ, նույնիսկ այն արդեն այդ մյուս դիրեկտորների հետ, իմ գոլեգաների հետ, միակն է, որ փոքր երեխաներ ունեի, որը արդեն իրենց երեխեք ամուսնացած, թոռներ ունեին, կամ էլ տղամարդիկ էին, որոնք իրանք այդքան դրա համար իմ շատ սիրում էի աշխատանքս, բայց իմ համար առաջին տեղը ընտանիքն էր։ Այո, պետք է մի պահ, որ պետք է դատարկայի ու որոշում կայացնեի։ Իսկ ոնց եկար այս գեղեցկության բնագավառը, այդ ասենք չնայեմ, ես չեմ կարծում, որ Բրյուսելում կամ Բելգիայում մարդ կա, որ քեզ չի ճանաչում, բայց ասենք բոլորի համար ասենք ով որ չի ճանաչում, մեր գավեշիկը մեր բոլորի գեղեցկացնող մակիաժ, գեղեցկություն, ամեն ինչ որ կապված է դրա հետ, ես անձամբ շատ չեմ անում, ես ինքս եմ մակիաժ անում, բայց ասենք չեմ, հիշում եմ, որ եկա մի անգամ քո մոտ մակիաժի դեռ բան չի արել, կարճի չի գրավել արագի մեջ բան, բայց ասի գաջան ուզում եմ նատուրալ, ուզում եմ քիչ, ուզում եմ սենց ու իմ դուրս եկա, որ դու ինձ արեցիր այն ինչ որ ես ուզում էի։ Այսինքն միշտ տենդենց կա, չէ, վարսավիրների, մակիաժանողների միջև, որոնք իրանք գտնում են, որ քո ուզածը ինչ որ պետք է լինի, երբեմն ճիշտ, երբեմն սխալ, բայց ասենք մի ասենք շեմ մեծ շպարված մաս է, որ ասենց մի քանի շերտով դեմքը չես կարող շարես, որ ասենց բան ես անում, ու այդ օրից բոլորը ասում են, վայ, սիրունա, վայ, սիրունա, ու շատ նատուրալ էր, էլի, ասենք, տեսքը շատ հավես, ես միշտ վախում եմ այդ մակիաժի պահից, որ հանգարց բան չլինի, էլի, ասենք, երբեմն շատ։ Ոնց ստացվեց, որ դու եկար այդ բնագավառ։ Միշտ սիրել եմ մակիաժը ու երբ ամուսնացա, կեսանց ընտանիքը մեծ ընտանիք է ու առիթները հարսանիք շատ էր, այն ժամանակ չկար մեյքափ արտիստ հասկացողություն որպես այդպիսին մասնագիտություն, 2002 թվի մասին է, 2002, հա, ու այդ ժամանակ որ առիթները լինում էր, այդ ընտանիքի մեր հարսները, աղջիկները, գնում ենք հարսանիք, մազերը պիտի սրքենք, պիտի մեյքափը անենք, միշտ սիրով բոլորի մեյքափը այդ ժամանակ ես կանում եմ, որովհետև ինքս արդեն սիրում եմ, իմ միջալյոց, իմ հարսանիքին, իմ մեյքափը ես եմ արել։ Ու բոլոր շատ սիրով, միշտ սիրել եմ։ Երբ որ գնում են նույնիսկ աշխատանքի, ամեն օր խանութում աշխատելու, միշտ հարցնում են դու հետ Էրիկունը հրավիրված ես միտեղ, այնքան սիրուն ես մեր։ Անկեղծ, ամեն օր պետք է ես սիրեմ անեմ։ Հայկականն է, չէ՞, միշտ ունենց են կարաոտը զարթ հագնվում դուրս գալի, ոնց որ այդ օրը դիսկոտեկային գնալու կամ ես իմ շատ սիրուն բանով էի։ Ու միշտ կոմպլիմենտներ եմ ստացել։ Ես զգում եմ, որ արդեն իմ մեջ ու ես սիրել եմ, միշտ եմ սիրել, ու քանի որ երրորդ բալիկից հետո, որ արդեն այնտեղ ստոպ տվեցի աշխատանքս, որոշեցինք երրորդ բալիկ ունենալ, բայց քանի որ նստած չեմ կարող, մի բան պետք է անպայման զբաղվեմ, դեռ ժամանակ գնացի սովորելու երրորդ հղիության ժամանակ հոլանդերենս ավելի բարելավելու, ավելի լավացնելու,
ու հետո դասընթացների գնացի որպես մեյքափ արտիստ, էսթետիսիեն, փո, հետագայում սալոն բացելու, հա։ Բայց իհարկե նպատակը բուն կոնկրետ մեյքափն էր։ Ես շատ եմ սիրում մեյքափը, իսկ ինչ որ վերաբերում է որ ես քեզ սիրուն մեյքափը տարեցի, շատ սիրում եմ լսել հաճախորդին ու դա նաև գալիս է այն իմ նախորդ մասնագիտությունից, իմ ամենամեծ գաղտնիքը կարծում եմ որպես վաճառողի դա հաճախորդին լսելն է, որպեսզի Շատ առաջ անկեղծ լսել, որտեվ երբեմն մի բան հագնում եմ, «Ոայ, ինչ անա տեսել ես ինձ»։ Չէ, ես սկզբից հարցնում եմ, ինչ Դուրը գալիս, ինչ եք ուզում, ինչի համար է, ինչ առիթի համար է, ավելի ֆորմալ է, ավելի պետք է տոնական լինի, այդ ամեն ինչը հաշվի առնելով եմ ես խորհուրդ տալիս, ցույց տալիս, իհարկե, շատ կարևոր է, շատ կարևոր է։ կարևոր է։ Մեյքափի մեջ շատ կարևոր հարցեր է, որ ես այդ հարցերը մինչև տալիս եմ նոր մեյքափը անում եմ, դրա համար էլ մասամբ գոհ եմ, այո։ Իհարկե։ Գայ, փաստորեն մատենց որ եղել է քո բան փոքրիկ կաբինետիկում, տեսել է բոլոր սերտիֆիկատները, որ զարդարված է քո օֆիսը։ Փաստորեն դու տարբեր տեղեր ես արել, հիմնականում որտեղ ես անում, Հայաստանում, Ռուսաստանում, ո՞նց ես անում քո որտեղ ես անում։ Ես այստեղ արեցի դասընթացները մի տարի։ Համ հարցնում եմ, համ կողքերս եմ նայում։ Իսկ վերապատրաստվել եմ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում։ Տեսնում եմ օնլայն բաներ էլ կան։ Այո, օնլայն էլ եմ արել ու հետո հաջորդը կարծում եմ կլինի մի հատ Հայաստան, մի հատ Ամերիկա։ Աստծո։ Լավ կլինի։ Այո։ Քո ուզածը կլինի։ Եթե չեմ սխալվում, դու մի ժամանակ նաև անում էիր workshop-ներ, այո, մակիաժի վերաբերյալ, չէ՞, ոնց էին անցնում, ինչն էր նպատակը, ինչ թեմաներով էիր անում։ Workshop-ը ստեղծվեց, ծնվեց կորոնայի ժամանակ, կորոնայի բալներ։ Այո, գիտես, կորոնայի ժամանակ ես նկատեցի, որ ոչ միայն իմ մոտ, շատերի մոտ լավ մտքեր ու ծրագրեր ծնվեցին, որ նույնը ծնունդը նաև իմ workshop-ներ, այո, կան հավաքեցի կանանց, մաքսիմում 6 հոգուց էր բաղկացած խմբերը, 4-ից 6 հոգի, որոշեցի, որ այդ workshop make-up, որ ինքդ քեզ կարողանաս գրագետ շպարվել առօրյա եւ մի քանի փոքր տեխնիկայով կարող ես այդ ամենօրյա առօրյա մեյքափը, դիմահարդարումը դարձնես երեկոյան։ Շատ ու այդ ինչի է խմբերը փոքր, որովհետեւ ես ուզում եի անհատական մոտեցում նաեւ տալ, որ որոշ ճանաչեն իրենց մաշկը, համապատասխան խոնավեցումը, իհարկե կարևոր է որ մեյքափը անել արդեն լավ խնամած պատրաստված մաշկին, չի կարելի միանգամից վերցնել ու մեյքափ անել այսպես։ Թե չես կարա ասես, չես կարա ասես։ Մարդկա անում է, օրինակ ես։ Workshop make-up էր, բայց նաև այնտեղ կար խնամքի դասընթացներ արագի մեջ։ Դու մեյքափ անելս տեսնես գավառ ֆաքստանես։ Հետո գունային համադրությունները, ինչպես անել որ գույները, հա, ասենք դա ամենից շուտով։ Դե Աստծո, հա, ցանկություն կա որ շատ առաջարկներ ունեմ ու շատ ցանկություններ անապեր շատ մարդիկ սպասում են, Աստծո, շուտով կան դա։ Գայանեն, այսօր, հա, ինչ ա ուզում, ինչ ա ցանկանում, ինչ ա պլանավորում։ Գայանեն հենց այս պահին ուրիշ լիքը խառը մտքեր է, մի հատ դասավորի հենց։ Դասավորեմ հանգիստ, հա։ Մոռացած եմ։ Միշտ չգիտես ինչի ասենք ես պատմությունները, ես ինտերները, դե եթե ասենք հատկապես մարդկանց հետ եմ, ասենք անում ինտերվյու, որ ճանաչում եմ։ Այն ժամանակ ես չի ճանաչում։ Լավ։ Գիտես ինչի մասն եմ խոսալու, երևի կամ չգիտես։ Քանի տարի առաջ Արցախից որ մեր տղաներին բերեցին Բելգիա, մեր նարան Վանբեկին ասեց, մառ ինչ ենք անում ու մառը առանց հասկանալու կողքը ինչ-որ 30 հոգի կին հավաքվեց, չգիտեմ ոնց է ստացվում, վերջին ինչ-որ սենց ինչ-որ բաների մեջ ենք ընկնում ու այդ իմ Բելգիա եղած ժամանակ երևի այդ չաթը
ակտիվ ջերմ այո չաթներ, որը ես երբևիցե, որը ես կազմել եմ, մասնակցել եմ, ու մեջը կային կանայք, աղջիկներ, որոնց ես մինչև այսօր չեմ ճանաչում, չեմ տեսել։ Բայց մի ակտիվություն է ստեղծվել այդ ամեն ինչում, մի իրար հասնելու, բավական էր ես ասեի մի հատ վայ երեխեք ջան, ես հիշում ես կոֆեի պատմությունը, սուրճ սարքելու ապարատի պատմությունը, որ աղջիկներ ասեն, բա մի հատ սուրճ սարքելու ապարատ տլներ հետո այն սաղը սգած մանեն գալի հայկական սուրճ են, էլեկտրական են, որ պլաստիկ, մեկին Էլինան ասեց, չգիտեմ որ բարեկամից, չգիտեմ որ դարագում գտել ենք, որ դա ու հիշում եմ մշտապես вообще երջանիկ մարդ եմ, որ տեսվեշն ինչ ասեց անկապ մտքեր եմ հայտարարում, եկել ստացվում է, իրագործվում է, որտեղ դու գալիս եք կողքս կանում եք, ասում եք անում ենք, չեք ասում այժմ ջան, մեկ էլ ասցի տաչկեք անգամ դժվարությամբ էին անց ամեն մեկի ընտանիքում տարբեր մարդիկ, տարբեր հիվանդանոցներում, տղեկս տեղ վառված վիճակում, ոչ միս որ հիշում եմ գնում ենք թարգմանության, մեր Արանից ասեց զանգեց մի օր պիտի գնայի թարգմանության այդ Սամվելի համար, մար ասեց գզանակ խմես նոր կմտնես, որտեղ են մումիալներ այդ տղեն։ Սամվել ջան, ոչ պաչիկներ մեր մամաներին, տղաներին։ Մինչև այսօր կապի մեջ ենք մի հզոր Հայաստան գնենք անպայման իրանց կհանդիպենք։ Ես հեսա կգնամ անպայման կհանդիպեմ։ Ես ամեն անգամ հանդիպում եմ։ Ամեն անգամ ձերմություն հարաբերությունները կապը կա, իհարկե, դե գիտես ինչ, դա մի ուրիշ ձև չեմ կարող բացատրեմ, ասենք անմիջական կապ ու ջերմ կապ է, ու ես բանարից հիշում ես, ասեցի գնացի Facebook-ում գրեցի, ասեցի այդքան բաներ ունենք, վարսավիրներ ունենք, գեղեցկության ոլորտում աշխատող աղջիկներ ունենք, ասեցի գուցե կարողանանք այդ մամաներին մի պահ ինչ որ մի, էլի մի փուճուր մի բան անենք, իհարկե այնտեղ մեկը եկել էր գրել էր իրանց ինչ ժամանակն է, իսի մի բան հետո ալվարդի չխանացել չես հիշում, ու բանը, ու ես հիշում եմ, որ դու մի անգամից ինձ գրեցիր, ես այդ ժամանակ ես շատ քիչ գիտեի տենց, բարև, տենց գրեցիր Մարիան ինչա պետք, ոնց է պետք, Նանան գրեց, Սվետլանան բանարեց արձանցքեց, ու չմահագին աղջիկներ, հետո հիշում եմ դու ասեցիր, ես կգնամ մի հատ հյուրանոցում էլ տեղում էլ կանեմ Նանան էլ իրա կողմից, ու ես հպարտանում մեր աղջիկներով ամեն դեպքում ես էլի ասում եմ ու շատ շնորհակալ եմ քեզանից էլ Նանա բոլորից այդ խմբում էլ բայց այդ պահը այդ արձագանքը գիտես որ մի բան առաջարկում ես ու սենց տարվում է, արվում է ու ստեղծվում է ու ասենք այդ մի պահին իրանք ուղղակի կարողացան մի պահ մոռանան իրանց առօրյա դժվարությունը, տուն չունենալը, էս չունեն։ Այդ աղջիկը սենց էս ինչ ընտիր համայնք ունեք ըստեղ ու մի ասեի բայց ամեն դեպքում մամաներին շատ մերսի, շատ ապրեն, իրենց շատ սիրում ենք, շատ լավն է, մեր բոլոր էլի այդ խմբի աղջիկների շնորհակալություն իդեմս քեզ, Գայ ջան, ապրեք միշտ հպարտանում եմ ես ձեզանից։ Նորը իրանց հետ անցկացրեցի տարար, շոփինգ տարա, իրանք ազատ մանեկան հետո իրար ժամանակ անցկացրեցի հետո տարա։ Բոլորը, ասենք մեկին պետքա բժշկի տանեն, բանը բոլորը վազում էին, բոլորը, ասում եմ, էդ եմ ասում, որ սա մի ուրիշ ձև, ուրիշ տիպի հարաբերություն էր, բայց քո կազմակերպածը շատ տեղին էր ու ժամանակին էր, ուրիշ ձև չէր կարա լինել։ Կարող է մեկս մի բան ցանկություն ունենայինք, բայց ցրված լիներ, համախմբված չլիներ։ Թեկուզ այն ժամանակ ցույցերի ժամանակ էլ համախմբող էլի դու էր, ես հիշում եմ պատերազմի ժամանակ էլ որ իմ հեռախոսի մեջ գրած էր մանիվ Գայանե, որտեղ մանիվներից լուր մանիվներից որ այստեղ գախնի ասում էի, տենց այդ ժամանակ այդ խմբի մեջ էր, որ ասում էի ինչ տեղից ինչ օրս ենք որ դու գիտես ինչ ինքան վատ է որ դու գիտես քո երկիրը քո դժվարության մեջ է ու դու սենց չգիտես ինչ ձև օգնես։ Մեր հոգու մխիթարանքը։ Սպասում ես մեկը մի ձև որ մի բան առաջարկի կազմակերպի վստահ, ասես всё գնացինք, անում ենք։ Այդ է, երկար բարակ չես մտածում, անում ենք, всё։ Գիտես ես միշտ ոնց ասեմ քեզ սենց ուրախանում հպարտանում եմ քո դու ոնց ես քո ամուսնու մասին խոսում։ Երևի, ասենք, այտենց շատ ընկերներն ու իրանց ամուսնուներին շատ սիրում եմ, բայց քո ներկայացնելու ձևը, քո այդ գիտեմ, գուցե դա նրանից էր որ դու շատ երիտասարդ ես եղել որ այդ ամուսնացես, այդ ոնց որ այդ իսակ որ դու խոսում ես
չնայած վստահ եմ շատ դժվարություններով եք անցել իրար հետ, բայց մի տեսակ սենց անբիծ անմոռանալի սիրով ես խոսում իր մասին։ Չեմ կարա ես քեզ բացատրեմ, վել ճիշտ եմ ասում։ Սենց հիացմունքով ես խոսում իր մասին, որը ես վստահ եմ, մեծ շատ աղջիկները հիանում են, ուրախանում են իրանց ամուսնով, բայց ասենք դուք ներկայացնելու ձևը մի քիչ ուրիշ է, դաժե սենց ոնց կասեմ քեզ մանկական նաիվ, հասկանում ես ոնց եմ ասում, գեղեցիկ նաիվ, վատի մասով չեմ ասում, էլի։ Նենց որ մի շարունակի։ Դա ինձ միշտ ասեց, որ դու սկսում ես պատմել, մամասինս սենց ասում, նենց ասում, միշտ ժպտում եմ ներքուստ ու արտաքնում, որովհետև ես սա ուրիշ ձև ես սիրում։ Դրա համար դա շատ մեծ կարողություն է ինձ թվում, շարունակի։ Ամուսինս տեսակով շատ բարի, իմաստուն, խելացի, նվիրված անձնավորություն է, այո։ Ու քանի որ ու շատ մենք ամեն հարցի շուրջ զրուցում ենք, քննարկում ենք միասին ու մեր առօրյա կյանքն ամեն ինչը, ամեն տեղ միշտ միասին ենք։ Շատ կարևոր է։ Այո։ Գաջան, ուրեմն ցավոք սրտի հաղորդումը մոտենում է ավարտին ու ավարտի համար ինչպես միշտ բոլորի համար մի հատ մի քանի հարց է պատրաստել։ Այո։ Քեզ համար։ Իհարկե դեռ շուտ է, բայց մի օր որ այլևս չլինես, ինչպես կցանկանաս որ քեզ հիշեն։ Ուրախ շփիտով։ Ուրախ շփիտով։ Այո։ Եթե ինչ որ մի բան պետք է անես քո անվճար։ Անվճար։ Ինչ կանես։ Նայ։ Ես կասեի ում համար կանեմ անվճար։ Ու հենց օրինակը կարող է բերել, որ մեր զինվորների մամաներին պետք էր այդ ժամանակ ինչ ծառայություն է պետք լիներ, ինչ լիներ պատրաստ է, այո։ Իհարկե։ Հա։ Դա անկեղծ, շատ անկեղծ էր ամեն դեպքում։ Այո։ Դժվարությունների ժամանակ ինչպես ես վարվում, ինչպես ես հանգիստ ես, անհանգիստ ես, զայրանում ես, ոնց ես կառավարում դժվարությունները։ Նայ, դժվարությունները ես միանգամից կարող եմ պահին պանիկայի մեջ ինքս մեջս ընկնեմ, բայց շատ շուտ կարողանում եմ տիրապետել, դուրս գալ ու մտածել, որ ելք գտնել, որովհետև երևի իրոք իմ կյանքում շատ դժվարություններ եմ ունեցել, բայց միշտ մտածել եմ, որ ելք կա ու փնտրել եմ այդ ելքը ու գրելով։ Գրում ես, պլաններ ես գրում։ Այո, ինչեւ որ ես եմ շատ գրում։ Հա, գրում եմ ու շատ աղում դա։ Երբ վերջին անգամ նշել կամ տոնել որևիցե ձեռքբերում կամ ընդհանրապես արդյոք տոնում ես կամ նշում ես ինչ որ քո ձեռքբերումները։ Այ որ մտածես ասես Գաջան ապրես, ինչ որ չլինի, դու քեզ շնորհակալություն հայտնես։ Չէ, որը սխալ է, գիտեմ որ սխալ է, բայց վերջի ժամանակներս անկեղծ եմ ասում, մանավանդ հոգեբանական մի քանի այդ հաղորդումներից հետո կարամ ասեմ Մերի Սահակյանի ուղակի սենց մի հատ բարդ շրջանում ես զգում եմ անելիաների, մեկ էլ մի պահ ասեմ սպասել եմ։ Ինչ ենք արել, ինչերի ենք հասել, այսի բրավո, այդ ամեն ինչը բերում է նրան, որ դու ավելի հեշտությամբ կարող ես այն դժվարությանը նայես ու փնտրես ելքեր, հասկացար։ Այո։ Կյանքում ինչի համար ես երախտապարտ։ Ինչի համար։ Ում եմ երախտապարտ։ Ինչի համար, նայած։ Քեզ երևի։ Ծնողներիդ երախտապարտ եմ, որ ինձ դաստիարակել են այնպիսին, ինչպիսին որ ես կամ։ Շատ սիրում եմ իրանց, Աստված իրանց երկար տարիների կյանք տա, որ երկար ես վայելեմ իրանց։ Ծնողները, ասում են ինչքանի ծնողները կան, մենք բաք ենք։ Այո։ Ինչ որ բաներ կա, որ դու զղջում ես։ Հենց այս բան մի անգամ այսպես ասեմ, չէ, չեմ զղջում։ Չէ, չեմ։ Ինչ եղել է այն ինչ որ պետք է լիներ
ու ինչ որ լինում է հենց այնպես չի որ այդպես լինում, այսպես ասեմ։ Եթե հնարավորություն ունենայիր, ինչ որ մի բան կփոխեիր քո կյանքում։ Երևի չէ։ Ես մենակ Աստծուն շնորհակալ եմ, ինչ որ կատարվում է իմ կյանքում, ինչ որ լինում է, ես զգում եմ իր ներկայությունը ու իր օգնությունը իմ կյանքում, դրա համար էլ երևի ոչ մի բան չի փոխի։ Գայջան, մեր հաղորդումը ցավոք սրտի մոտեցավ իր ավարտին։ Երկին շնորհակալություն եմ հայտնում։ Հիշեցնեմ, որ կարող եք լսել այս հիանալի հարցազրույցը երկուշաբթի ժամը 6:15, չորեքշաբթի ժամը 9-ին եւ շաբաթ օրը ժամը 1-ին Բելգիահայ ռադիոյի եթերում։ Մի շաբաթ, հաջորդ շաբաթում արդեն YouTube-ի ալիքով արդեն կարող եք լսել, որպեսզի ավելի լավ ճանաչեք մեր գանեին։ Գայջան, շատ շնորհակալություն ժամանակիդ համար, անկեղծության համար, ջերմության համար ու եւ ընդհանրապես որ դու կաս։ Մենք քեզ շատ սիրում ենք։ Ես քեզ շատ սիրում եմ։ Մարիջան, մերսի շատ, ես քեզ եմ շատ սիրում ու անչափ շնորհակալ եմ անկեղծ զրույցի հյուրընկալության համար, ուղղակի շարունակի այսպես փայլել ու դրական էներգիա հաղորդել մեզ բոլորիս ու կազմակերպչական էլ միշտ պայի բոլորս իրար հետ կյանք։ Ես բոլորը պայիս հպարտանում եմ մեր աղջիկներով, մեր լավ հայերով, գիտեմ, շատ ուրախանում եմ, որ տեսնում եմ մարդիկ կարողանում են հաջողվեն հատկապես ճանապարհ անցնելուց հետո։ Ինձ որ մնացեք եթերում։ Մինչ նոր հանդիպում։